Այն Հայաստանում չի կարա կոնյակ արտադրվի։ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը արդարացիորեն բարկացրեցին շատերին, բայց անտրամաբանական էր լսել նախորդ իշխանությունների ներկայացուցիչների քննադատությունը, որովհետև ով, բայց նրանք լավ պետք է իմանան, որ այս հարցում եւս Նիկոլ Փաշինյանը իրենց գործի շարունակողն է։ Ուրեմն ասեմ, որ իմանաք, կոնյակ բառի եւ շամպայն բառի ապրանքային նշանների չօգտագործման պարտավորություն Հայաստանը ստանձնել է 2017 թվականից համապարկ փակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Ըստ այդ համաձայնագրի 235-րդ հոդվածի 5-րդ կետի 14 տարվա ընթացքում Հայաստանը պետք է ընդհանրապես հրաժարվի կոնյակ բառի օգտագործումից։ Այո, դեռ պետք է հասկանալ, որքանով էր սա ճիշտ անել, բայց այս հարցում, ինչպես շատ այլ հարցերում, Նիկոլ Փաշինյանը չէ նախաձեռնողը, նա ընդամենը իրեն իշխանության բերած նախորդների քաղաքականության շարունակողն է։